ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը ևս ազատության հրապարակում էր, որտեղ ՀԱԿ ներկայացուցիչները կրկին հանդես եկան իշխանության վարած քաղաքականության քարտկոծմամբ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ընդհատված երկխոսությանը։ ՀԱԿ ներկայացուցիչները սակայն չեն հրաժարվել երկխոսությունը շարունակելու մտքից եւ պատրաստ են այն վայց սկսել, եթե ՀԱԿ ակտիվիստի հանդեպ խափանման միջոցը փոխվի։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում անդրադարձավ երկխոսության անհրաժեշտությանը եւ ներկայացրեց դրա նախապատմությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձավ շատ ավելիին, քան մահն ու ազատությունն է։ Շատ ավելին եմ ասում, քան մահն ու ազատությունը։ Այդ ժողովրդի ու պետության առջև մեր պարտքը մինչև վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորությունները օգտագործելու սառը գիտակցությամբ։ Եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը եւս երկրորդական խնդիրները մի կողմ թողած առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր եւ այլ պետություն։ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները յուրօրինակ կարգախոսով հանդես եկան, որի հիմնական մեսիջը արտահայտ ինստիտուցիաների պահանջն էր։ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը կանցկացվի սեպտեմբերի 23-ին։ Արմեն Հյուկարյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։